Երբ նա հայտնվում էր հեռուստաէկրանին, փոխվում էր մթնոլորտը։ Նրա ներկայությունն ամենուր լավ տրամադրության գրավական էր, հումորն անսահման ու վարակիչ։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, լրագրողական համայնքի նվիրյալ անդամ, հաղորդավար և դերասան, բայց նախ և առաջ կենսախինդ ու իր տեսակը երբեք չկորսող մարդ Զարա Արամյան։ Ցավոք, ծանր հիվանդության պատճառով նա վերջերս հրաժեշտ տվեց երկրային կյանքին, բայց մենք նրան հրաժեշտ չենք տա այնքան ժամանակ, որքան նա կապրի մեր հիշողություններում ու գնահատանքի խոսքում։ Արմեն, կարող ես դու ինձ դավաճանել ես։ Չէ։ Արմեն Իսակից ջան։ Դա աղջի։ Թող հանգիստ քնեմ յա։ Լույս անջատի համեն մրսում եմ։ «1996 թվականին Շարմ Հոլդինգ ընկերության ստեղծագործական խմբի սցենարով ռեժիսոր Միքայել Դովլաթյանը նկարահանեց «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը, տալով երևանյան տիպային բակերից մեկի առօրյան իր հետաքրքիր ու զվարճալի դրվագներով։ Այն մեծ ազդեցություն ունեցավ ու գտավ լայն տարածում։ Ֆիլմում նկարահանվել էր նաև Զարա Արամյանը, հանդես գալով այնպիսի բազմավաստակ դերասանների հետ, ինչպիսիք էին Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Լևոն Շարաֆյանը, Լալա Մնացականյանը, Ջուլիետա Բաբայանը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը եւ այլոք։ Ֆիլմը նրան միանգամից բերեց մեծ ճանաչում։ Մեր բակ մեկը նկարահանվում էր որպես պետական հեռուստատեսության ամանորյա ծրագիր, այսինքն իր նպատակը հեռուստա ծրագիր լինելն էր։ Հետո ինքը վերածվեց արդեն ուրիշ երևույթի, ֆիլմի եւ այլն։ Եվ նկարահանում էին 3 ընկերություն։ Եվ Զարան ստանում այդ հրավերը, մեր խմբի մեջ կար նման հասկացողություն, որ եթե մենք կողքից որևէ մեկս ինչ որ առաջարկ էինք ստանում, մենք գալիս էինք եւ քննարկում էինք դա մնացածների հետ։ Արժի, չարժի, լավա, վատա եւ այլն։ Եվ Զարան շատ ոգևորված եկավ, ասաց երեխեք, բան եմ ստացել, սենց ինչ անեմ, գնամ թե չգնամ, դե նստեցինք, քննարկեցինք, ասում Զար ջան, ուզում ես, դու ասեց, հա, ուզում եմ, դե քանի որ բոլորի հետ էլ մենք ընկերություն էինք անում, համագործակցում էինք եւ բան, մենք էլ մեր մեջ հասկացանք, որ ինչու ոչ, համել մեզ էլ վատ չլինի, Զար հաստատ լավ կստացվի այդ ֆիլմը, Զարան ավելի հայտնի կդառնա, իսկ դա մեզ լավ էլ օգուտ է, ինչի՞ չէ որ, դե Զար ջան, գնա։ Տենց էլ եղավ, Զարան նկարահանվեց ու իր համով Զարային ավելացավ նաև Պերսիկ Մոյ Զարա հասկացողությունը։ Զանգել էր ինձ ու արտասվում էր։ Ես չէի հասկանում ում հետ եմ զրուցում, մինչև ինքը ասեց Զարան է, Արամյան, Պերսիկը։ Հենց ասեց Պերսիկը, ես հասկացա, թե ինչ էինք ուզում ասել։ Ու ասում Զարա ջան, ես ձեզ շատ եմ սիրում, ինչի եք լաց լինում, ինչ է պատահել եւ այլն, հետո պարզվեց, որ մայրիկի հետ էր կապված խնդիրը եւ անորոշություն էր Զարայի մոտ, այդքան ծնողասեր, այդքան ջերմ, այդքան իր մամայի համար իրեն կոտորող, սենց մի տեսակ անսպասելի էր իմ համար, քանի որ Զարային էկրանից այն կողմ տեսնում ես, դու պատկերացնում ես անհոգ թեթև մի անձնավորություն, բայց իրականում շատ խորը հոգի ուներ, շատ ծնողասեր էր, որ շատ գնահատում եմ եւ կարեւորում։ Մի շարժվեք։ Ձեր վրա նավս կա։ Ով ասաց։ Ես։ Ուրեմն կա։ Մեծ նավս։ Ով է ասել։ Դուք։ Ես դա արդեն գիտեմ։ Էլով գիտի։ Չգիտեմ։ Մեր բակը ֆիլմը 2 տարի անց ունեցավ իր շարունակությունը, որտեղ Զարան նույնպես հանդես եկավ հետաքրքիր կերպարով։ Դրանից հետո նա իր մասնակցությունն է ունեցել նաև իրական պատմություններ նովելում, ապա Վահրամ Սահակյանի կատաղածները ներկայացման մեջ ստանձնել հերոսուհու կերպարը։ Առաջին դերը խաղացել է 3 տարեկանում դրամատիկական թատրոնում, որի համար ստացել է 30 ռուբլի աշխատավարձ։
Այդ մանկական, բայց եւ արդեն պատասխանատու հանդիպումը բեմի հետ կարծես հուշում էր ապագայի մասին։ Ամեն ինչ պարզ էր, նրա ճանապարհն արվեստում էր, լուսավոր հարթակներում, մարդկանց սրտերին հասնող անեղծ խոսքով ու ժպիտով։ Իմ ու Զարայի ընկերությունը շատ տարիների պատմություն չունի, որովհետև կա տարիքային մեծ տարբերություն, բայց քիչ էլ չի եւ մեր ընկերությունը սկսվեց իմ ռուսաստանյան մրցույթի հենց ընթացքում, երբ ինքը արդեն եթերներին էր հետևում ու պիտի ասեմ, որ ընտանիքիցս բաց ինքը միակ մարդն էր, ով շատ խնդրեց, որ գաղտնի կմնա եւ միջև այդ հաղթանակած եթերը նախապես ես իրեն ասեմ ինչ է եղել, որովհետեւ ինքը ուղղակի չէր դիմանում, իսկապես չէր դիմանում մինչև եթերը ու երբ ասացի, որ Զարա, ես հաղթել եմ իրականում, բազմաթիվ ձայնային հաղորդագրություններ ստացա ու տպավորություն էր, որ մենք շատ տարիների հարազատներ ենք, այլ ոչ միայն ընկերներ եւ հենց այդտեղից ձևավորվեց Զարա Արամյան, Սյուզաննա Մելքոնյան ընկերությունը ու չնայած մեր տարիքային տարբերությանը ես դա այդքան էլ չեմ զգացել մեր շփվելու ընթացքում, այսինքն միայն այն դեպքում, երբ ինքը այսպես մայրաբար էր վերաբերվում Զարան այն մարդկանցից է, որի մասին կարելի է անվերջ խոսել ու հիմնականում միայն լավ է։ Զարայի թողած հետքը ոչ միայն իր անցած ստեղծագործական ճանապարհն է, այլև այն ջերմությունը, որ թաքնված էր նրա ամեն բառի, դիմախաղի ու ժպիտի մեջ։ Յուրատեսակ կամուրջ էր արվեստի ու առօրյայի միջև, միշտ անկեղծ, պարզ ու լուսավոր։ Մեկն ով դժվար ժամանակներում կարողանում էր խինդ, ծիծաղ պարգևել եւ հույս ներշնչել։ Ինքը չուներ խնդիր կայանալու, այլ ընդհակառակը օգնելու նոր սերնդին, օգնելու, աջակցելու, իր մեջ կարող եմ առանձնացնել երևի թե ամենան այս կետը ու իմ մաշկի վրա եմ դա զգացել, երբեմն նաև խրատում էր, լավ իմաստով, որ սա այսպես պիտի արվի, նա այնպես պիտի արվի ու կարող էր ընդհանրապես չհետաքրքրվել, չմոտենալ, չէ որ ինքը շատ մեծ է եղել, որ ես դեռ ծնված էլ չեմ եղել, որ Զարան մշակույթում էր, արվեստում եւ ուներ իր տեղը, դիրքը, բայց իր մասին ամենակարևորը սա կառանձնացնեմ, որ փորձում էր օգնել իրենից ավելի փոքր սերնդի ներկայացուցիչներին։ Փոքրի հետ փոքր, դեռահասի հետ դեռահաս, մեծի հետ մեծ, այսինքն երբևէ այդ ինչ-որ տարիքային բան չեմ էլ զգացել էլ տարբերություն իր հետ շփումից, այնպես որ ցանկացած թեմայով կարող էիր Զարայի հետ խոսել։ Զարա Արամյանը ծնվել է Երևանում հրաշալի ընտանիքում։ Հայրը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ֆելիքս Արամյանը եղել է հնչյունային ռեժիսոր, մայրը Իրան եղել է ինժեներ, ունեցել է գեղեցիկ արտաքին եւ անսպառ հումոր։ Զարան չափազանց սիրում ու արժևորում էր ընտանիքը։ Նրա համար թանկ ու կարևոր էին իր ծնողները, ծնողների ծնողները, որոնց մասին մշտապես խոսում էր մեծ ակնածանքով ու ջերմությամբ։ Զավակներին սիրով պատմում, թե ինչպես են պատերազմի ժամանակ ծանոթացել մորական տատն ու պապը, գալով Հայաստան, թե որքան ազնվական, կիրթ ու բազմաշնորհ են եղել հոր ծնողները։ Ընտանիքը նրա կյանքի հենասյունն էր, արժեքների այն անխախտ համակարգը, որի վրա կառուցել ու կառուցում էր իր վերաբերմունքն աշխարհի ու մարդկանց հանդեպ։ Հավատում էր սերնդից սերունդ փոխանցվող հիշողության ուժին, կարևորում էր արմատներն ու իր օրինակով սովորեցնում զավակներին, սիրել ընտանիքը որպես ինքնության աղբյուր։ Ուներ բացառիկ, կիրթ, ինտելիգենտ հայր, մայր եւ իրենց ընտանիքը ընդհանրապես հայկական լավ ընտանիքներից էր, ուր ջերմությունն էր տիրում, սերը, փոխադարձ հասկացողությունը եւ Զարաս մեծացել էր այդ պայմաններում։ Հայրը մեծ հարգանքի արժանի անձնավորություն, որը կոնսերվատորիան ավարտել էր Էստոնիայում եւ Մոսկվայի Վախտանգովի անվան թատրոնում հնչյունային ռեժիսոր էր աշխատում։ Զարան մեծացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, հիմա որ ասենք տենց չթվարկեմ, Էլենա Բիստրիցկայա, Վասիլի Լանավոյ, շատ դեմինչ դերասանների ծնկներին։ Զարային անվանակոչել է հայրը Ֆելիքս Արամյանը, մի հետաքրքիր դրվագի շնորհիվ։
Ֆելիքսի մոտ հերթական ձայնագրության է գալիս այդ տարիների ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը գեղեցկատես Զարուհի Դոլուխանյանը։ Ձայնագրության ժամանակ Ֆելիքսը Զարուհուց աչքը չի կտրում։ Ինչը չի վրիպել կնոջ աչքից։ Ինչու եք ինձ այդպես նայում, Ֆելիքս։ Կինս հղի է, եւ եթե աղջիկ ծնվեց, ապա անպայման կնքելու եմ ձեր անունով, պատասխանել է Ֆելիքսը հավատարմորեն կատարելով տված խոստումը։ Ուշագրավ է Զարուհի, Զարա անվան նշանակությունը։ Զարը պարսկերեն բարարմատ է, նշանակում է ոսկի, ուհի վերջածանցն էլ անվանը հաղորդում է իգական իմաստ։ Այսինքն անվան ընդհանրական բացատրությունն է ոսկե կին, ոսկե հատ, փոխաբերաբար թանկ, ազնիվ, արժեքավոր մարդ։ Հենց այդպիսին էր Զարան։ Եվ պատահական չէ, որ Սիլվա Կապուտիկյանը նրան իր գիրքը նվիրելիս մակագրել է արտաքինով Զարա, բայց ծագումով Զարուհի։ Զարայի այդ էնտուզիազմը, գեղեցկությունը, այդ իր ժպիտը, այդ իր ակտիվ քաղաքական եւ ինչի՞ չէ ընկերական ակտիվությունը բոլորիս շատ գրավում էր, քանի որ Զարան ամեն տեղ էր։ Զարան ամեն տեղ էր, Զարան ամենուր էր, տենց հավաքույթ չկար, որ Զարան մեզ հետ չմիանար, կամ մենք չմիանայինք Զարայի թե ծնունդներին, թե հավաքներին, թե ինչ-որ այլ միջոցառումների, որովհետև բացի նրանից, որ Զարան հայտնի դեմք էր, Զարան շատ հոգատար եւ բոլոր այն ծրագրերը, որ մենք անում էինք այն ժամանակ, թե մարդասիրական, թե երեխաների օգնություն, թե Ղարաբաղյան հետ կապված այն շարժումների ժամանակ Զարան միշտ եղել է ամենաակտիվ դերակատարումն է ունեցել։ Ինքը այնքան մեծ սիրտ ուներ եւ այնքան մարդ էր տեղավորում այդ սրտի մեջ, որ ինքը պետք է ունենար այդ մարմինը, որպեսզի կարողանար այդ ծանրությունը, այդ սերը եւ հոգատարությունը տաներ։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ ճանաչում են Զարային որպես տաղանդավոր դերասան, հանրային գործիչ, բայց ես ուզում եմ մի փոքր առանձնացնեմ Զարայի կերպարը որպես բարեգործ, որովհետեւ ինքը այս մասին շատ չէր խոսում, բայց մեր ընկերությունը շատ կապված էր այդ բարեգործության շուրջ։ Յուրաքանչյուր մտահոգություն կիսել է իմ հետ, ինչպես պիտի երեխաներին ապահովենք սնունդով, ինչպես պիտի տաք կոշիկներ առնենք եւ ոչ թե միայն մտահոգություններն է կիսել, ինքը ակտիվ աշխատել է եւ կարողացել է մենք իրեն միջոցով կարողացել ենք մեծ ռեսուրսներ եւ դրամատական աջակցություն ձեռք բերել հենց Զարայի ակտիվ մասնակցության, որտեղ իրեն ոչ չէր կարող ասել։ Եթե ինձ կարող էին, իրեն չէին կարող։ Արվեստի հետ Զարային կապել էր իր հայրը, որ եղել էր նաև դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմի կարևոր հիմնասյուներից։ Զարանիկն էլ խոստովանել էր, որ հայրս լավագույն ընկերս էր։ Նա էր, որ ձեռքս բռնած ինձ եկեղեցի տարավ նվիրելով առաջին Աստվածաշունչս եւ դարձյալ ձեռքս բռնած տարավ դեպի ռադիոյի լրագրության, հեռուստատեսության մեծ ու անիմանալի աշխարհ։ Աստված եւ արվեստ երկու կարևոր ու ստեղծարար հասկացություն, որոնք Զարայի կյանքում երբեք տարանջատված չեն եղել։ Նրա համար հավատը ներքին լույսն էր, իսկ արվեստը այդ լույսը մարդկանց հասցնելու լավագույն ու ամենագեղեցիկ միջոցը։ Նա արվեստն ընկալում էր որպես ծառայություն, հանրային խոսքը պատասխանատվություն Աստծո եւ մարդկանց առջև։ Մամայի հավատը Աստծո հանդեպ երևի չեմ ուզում այսպես ուռճացրած խոսեմ, բայց կարծում եմ երևի աշխարհում ոչ մեկը այդ կարգի հավատ չուներ, այդ կարգի պարզ, այդ կարգի իրական, ոնց մաման ուներ։ Իրա ամենա առաջին պահը, երբ մենք ծնվեցինք, իր շուրթերից առաջինն երկե մենք փոքր ենք, չենք նոր ենք ծնված, չենք ֆիքսել, բայց միշտ ինքը դա պատմեր, որ ամենակարևոր բանն էր, որ առաջինը որ մեր ականջները լսեն, դա տերունական աղոթքն է։ Ինքը մինչև վերջին վայրկյանն էլ աղոթելով էր, գիտեք ինչն է հետաքրքիր, այդ իր հավատքն էր ստիպում, որ մենք էլ ավելի հավատքով լինենք, փոքրուց ինքը միշտ մենք մեքենայով երբ ինչ-որ տեղեր ենք գնում, միշտ ժամերով նստում խոսում ենք հավատքից, միշտ էս պատմում էր մեր հարցերի բոլոր պատասխաններն ուներ, որն էլ որ չուներ, միասին ասենք Աստվածաշնչից գտնում ենք եւ ինքը մեզ մեկնաբանում էր։ Վերջին օրերին, երբ շատ ծանր էր իր վիճակը ու համարյա երևի ոչինչ լուսավոր կետ sense ասած չկար,
Հանկարծ օրինակ բարձ ուղում էինք, որ անհարմար էր բարձ ուղում էինք, մի անգամից վայ փառք Աստծո, վայ Աստված իմ շնորհակալ եմ սրա համար, այսինքն ինքը իր ամենավատ վիճակի մեջ էլ Աստծուն փառք էր տալիս ու միշտ հավատքով ինքը Աստծո հետ էր։ Զարան երբեք չտրտնջաց Աստծո դեմ, երբեք չհարցրեց ինչու, այլ մնաց հավատով, գոհությամբ ու շնորհակալ սրտով, իր համբերությամբ վկայելով, որ իսկական հավատը դրսևորվում է ոչ միայն ուրախության, այլ հատկապես ցավի ու փորձության պահին։ Ես մի անգամ առաջարկեցի, տենց հումորի տվեցի, ասյարի փոխպատվաստում անենք սրտի, չնայած իմանալով, որ դա շատ ծանր, ուրեմն վիրահատություն պետք է լիներ, ինքը ասեց, գիտես, բա որ հանկարծակի մի հատ վատ մարդու սիրտ տնեն, հետո ես ոնց եմ ապրելու այդ սրտով։ Ապսելու բանն էր, որ ինքը էտել էր հումորի տալի։ Ասում լավ, դե մի կերպ յոլա կգնաս, կասես էլի, որ դու չես, այդ քո սիրտը չի, կամ այն մարդ չի ասում, ինձ պետք չի ասում, ուրիշի սիրտ, բա որ դնեն, բա որ վատ մարդ լինի, բա որ նախանձ լինի, ասում, հետո ես ինչ եմ անել։ Ասում էր, բալես ինչքան Աստված ինձ կյանքա տվել, այնքան կապրեմ։ Ինչքան տվել է իմ սրտով։ Բեմի հետ կապված էր փոքր հասակից, երբ Ֆելիքս Արամյանը Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ իրականացնում էր Ոսկե աշուն, ապա Էրեբունի Երևան տոնակատարություններին նվիրված միջոցառումները։ Զարային ոչ միայն ընձեռված էր շփվել խորհրդային աստղերի հետ, այլ նաև երբեմն չարաճճիություն անելով նրանց հետ դուրս էր գալիս հանդիսականի առջև խոնարհվելու։ Նա 06 էր քշում ինքը, 06 մեքենա, գնացինք սալոն, մի օր այդ մեքենայով եկավ ինքը վարսահարդարվեց եւ այլն մազերը սարքեցինք, դուրս եկավ, հետևից նայում էի անկախ ինձնից, մեկ է տեսնեմ Զարան դիմացի մայթ անցել ու բան անում։ Դա 06-ի դուր աշխատում է բացի, բանալիով բան անում, նորից անում, քաշում է դուռը, քաշում է, մեկ էլ կողքի խանութից մի հատ տղա եկավ, ասեց Զարա ջան, ինչ ես անում, ասեց բանը մեքենայից դուրն այլ մի հատ խնդրում եմ, ինչ անում եմ, չի բացում, ասեց կներես էլի էդի մեքենան է։ Արվեստի գործիչների ու ստեղծագործ մարդկանց հետ ունեցած շփումները մանկուց Զարայի մեջ ձևավորեցին առանձնահատուկ վստահություն։ Սովորեց դիտել, ըմբռնել, արձագանքել մարդկանց ու իրավիճակներին։ Այս ամենը հետագայում իր հետ բերեց բեմ ու հեռուստատեսություն դարձնելով մասնագիտական կարևոր հիմք։ Մի անգամ 7 տարեկան հասակում փողոցում դասընկերու հետ բարձր ռուսերեն խոսելու ընթացքում նրան է մոտեցել ճերմակած մազերով մի տղամարդ եւ խրոխտ ձայնով ասել. «Դու ռուսիջուտ ես, որ ռուսերեն ես խոսում», ուժեղ ապտակել ու հեռացել։ Զարան անզորությունից լաց է եղել, զարմանալով թե ինչու նրան ոչ ոք չի պաշտպանում, ապա կանգառում կանգնած մի կին ասել է. «Մի լացիր աղջիկս, հիշիր ամբողջ կյանքում, որ քեզ ապտակեց մեծն Շիրազը»։ Մասնագիտական ընտրությունը կայացված էր 1988 թվականին ընդունվել եւ 1995 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի ժուրնալիստիկայի բաժինը, ստանալով ռուսաց լեզվի մանկավարժի եւ լրագրողի որակավորում։ Նույն ժամանակահատվածում ուսմանը զուգահեռ եղել է Պետական համալսարան ուսանողական թերթի խմբագիրը։ 1989 թվականից տպագրվել է Կոմսոմոլեց էպոխա հայելի պարբերականներում։ Լինելով շատ խելացի անձնավորություն, միաժամանակ տարօրինակ կերպով շատ հարցերում սարսափելի միամիտ էր։ Մարդկանց հավատում էր երևի 100%-ով, ով ինչ ասեր, առաջին անգամ մարդուն հանդիպել է, նա ինչ-որ բան է ասում, հավատում էր միանշանակ, որովհետև Զարայի պատկերացմամբ մարդը չի կարող խաբել, մարդը չի կարող ասել այն ինչ չկա, այսպես շատ պոզիտիվ մոտեցում ունի եւ իր բոլոր աշխատանքներում դա երևում էր։ Չուներ ոչ քույր, ոչ եղբայր։ Այդ բացը նա լրացնում էր իր ընկերներով ու համախոհներով, ինքն էլ նրանց համար դառնալով անզուգական ու անձնվեր բարեկամ։ Զարան եթե մի բառով իրան բնութագրել, ինքը ընկեր էր, որը միշտ պատրաստ էր, պատրաստակամ էր, հասնող էր եւ հասանելի էր։ Այնտեղ որտեղ Զարան էր, ուրեմն դա լիներ խնջույք, դա լիներ մի այլ ինչ որ այսպես հավաք, օրը դառնում էր տոն, որովհետև իրեն այսպես բարի ժպիտով միշտ պատրաստ
ընկերության համար թիկունք կանգնելու այդ կերպարը իրեն մեջ կար։ Սար այդ միշտ կապս եղել է, էլի եմ կրկնում, չեմ ուզում շատ ասել, թե գրել եմ, թե զանգարել եմ, խոսել ենք անգամ, որ հիվանդանոցում էր, այն որ շատ անհանգիստ էի, անդադ զանգում էի, գրում էի իմ ընտանիքի հետ, մամայիս հետ, միշտ հարցրել եմ, միշտ, այսինքն չի եղել մենակ, որ ուղակի մենք շփվենք, ուղակի, թե որպես տաղանդավոր մնայուն դերասանուհի, լավ տեսակ, բարի ամենակարևորը, այն որ իրանից հաստատ երկրորդը չի լինի։ Անգամ ասում էր, որ աղջկաս հարսանիքը որ լինի, Սոնա ջան, այն որ հիմա հուզվում եմ շատ, անպայման դու ես երգելու։ Ռուբեն Թումանյանի եւ Ռոբերտ Մավիսակալյանի անմիջական աջակցությամբ է ծնվել այսօր արդեն բոլորիս հայտնի ու սիրելի Համով զրույց հաղորդաշարը, որի առաջին թողարկումից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասել է. Զարա ջան, տեսախցիկը քեզ շատ սիրեց։ Դու դեռ երկար տարիներ ես եթերում լինելու։ 96 թվին բացվեց նոր հեռուստաընկերությունը եւ Ռոբերտ Մավիսակալյանն ինձ առաջարկեց գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Ես բնականա մեծ ուրախությամբ ընդունեցի ու հարցեր կանգնած, որ պետք է ժամանցային հաղորդումներ պատրաստել։ Առաջին մարդը, ով իմ մտքին եկավ, որ պետք է անպայման իրանով հաղորդում անել, դա Զարան էր, որը ինքն իրենով շատ կենսուրախ մարդ էր։ Խոսեցինք, շփվեցինք, կար գաղափար, չգիտեինք ինչ ենք անելու։ Գիտեինք, որ հաստատ լինելու է հարցազրույցային ձևաչափ։ Խոսակցությունների ընթացքում եկանք հասանք նրան, որ ինքը իր կազմվածքով, իր արտաքինով շատ կհամապատասխանի խոհանոցի, որը պետքա համու հոտ ունենա իր համել նաև, եւ կանգնեց հարցը ոնց է կոչվելու հաղորդումը։ Զարան ասում էր պետքա համեղ զրույց կոչվի, ինքը որպես լեզվագետ, որպես ինչ-որ sense ճիշտ լինի, դա հայեցի է, հայերեն է եւ այլն։ Ես որպես ուղակի մարդ, ով որ մի քիչ ուրիշ ձև է նայում ամեն ինչին, պնդում է, որ համով զրույց պետք է կոչվի, որովհետև դա ավելի կենսաղային է, ավելի ականջին նստող է, ավելի ընկալվող է։ Վեճը լուծեց Ռոբերտ Մավիսակալյանը, ում մոտ մենք 2 ժամ անց իջանք, ասացինք դե շեֆ ասա, սենց տարբերակներ է, երկար մտածելուց հետո ասեց համով չի, համով աղջիկ ես, պիտի համով զրույց գրի, տենց ինքը մնաց համով զրույց, որից հետո նաև ինքը դառավ Համով Զարան։ Համով զրույցը մի առանձին էպոպեա կարող եմ անվանել, ոչ միայն Զարայի անձնական կամ մասնագիտական կյանքում, այլ առհասարակ հայկական հեռուստատեսության մեջ, որովհետև ինչպես ինքն էր մի անգամ Facebook-ում դրել, առաջին վառ շիկահերը եթերում, դա մի փոքր հեղափոխական էր այդ տարիներին։ Ուներ ռուսական կրթություն, իսկ էկրանից պետք է հնչեր մաքրամաքուր հայերեն խոսք։ Սա նաև Զարայի սկզբունքներից մեկն էր։ Այստեղ նույնպես նրան օգնության հասավ լավագույն ընկերներից մեկը՝ Հակոբ Ռուբինյանն, ով լինելով թե լեզվի գիտակ, թե հեռուստաեթերին սովոր մարդ, վարժանքներով ու ընթերցանության հանրարարություններով օգնեց նրան հաղթահարելու այդ խնդիրը։ Անդադար ինձ ասում էր, ինձ ուղղի, ինձ ինչ-որ բաներ սովորեցրու, ես էլ ասում էի, որ սովորեցնելու բան այդպես չունեմ, ինչ-որ դետալներում, օգնեմ, ուղղեմ, հուշեմ միգուցե, բայց երբ որ նա ասում էր, Հակոբ Ռուբինյանը իմ հայրենի ուսուցիչն է, մարդ ասում է, քավլեցի, ես ինչ ուսուցիչ, ես պարզապես ինչ-որ բաներ պես հուշել եմ։ Որքան արժեքավոր էր Զարայի համար այն ընտանիքը, որտեղ ինքն էր ծնվել ու հասակ առել, նույնքան կարևոր էր այն ընտանիքը, որ ինքն էր ստեղծել ամուսնու Արտաշեսի եւ զավակների հետ։ Արտաշեսն իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է։ Գուցե զարմանալի թվա, բայց Զարային եւ նրա ամուսնուն Արտաշեսին ծանոթացրել են նրանց շները։ Շները իրար հետ խաղացին, տենց մենք էլ շփվեցինք, ծանոթացանք, տենց ընկերություն արեցինք, հանդիպում էինք շանը մանտալու ժամանակ, հետո գնալով ավելի մտերմացանք ու ավելի մոտեցանք։ Հետո որոշեցինք, որ միասին ապրենք, որոշեցինք ամուսնանանք։ Երկրորդ հանդիպումը չուշացավ։ Զարան հատուկ պատրաստված գեղեցիկ հագնված սպասում էր Արտաշեսին։ Վերջինս կանգնեց նրա դիմաց, ձեռքին մի տնկի։ Ուզում եմ տնկենք այս ծառը, եթե արմատ տվեց, ուրեմն մեր հարաբերություններն էլ իրեն շարունակությունը կունենան։ Ինչ խոսք, առաջարկն անսպասելի ու հետաքրքիր էր։ Զաքյան փողոցում նրանք երկուսով հողին պահ տվեցին իրենց ծառն, որն այսօր
շատերին է սովածնում իր սաղարթների տակ։ Զարայի եւ Արտաշեսի տնկած ծառն այսօր նրանց համերաշխ ընտանիքի անսպար սիրո վկայությունն է, իսկ զավակներին պատվիրել է. երբ հանդիպեք ձեր կյանքի ուղեկիցներին, մեր ծառի կողքին ձեր ծառերը կտնկեք։ Իրանք երկուսով իրար շատ էին սիրում ու այնքան հոգատար էին, միշտ դա զգացվել, բայց այս վերջի շրջանում ես անկեղծ զարմացել եմ, որ տղամարդը կարա այդքան հոգատար լինի կնոջ հանդեպ, թե ինչքան ինքը հոգատարությամբ ու սրտացավությամբ ու ինչքան ամեն բառից հուզվում էր, բայց փորձում էր թաքցնել, թե գուցե պապաներ էր արդեն ինչ-որ չափ գիտակցություն, չգիտեմ, դեռ չենք խոսել այդ մասին։ Շատ մեծ սիրով էին, շատ գեղեցիկ օրինակ էին, իրանց սիրո մեջ ամենակարևորն էր, որ կար ընկերություն եւ իրանք ամեն ինչի շուրջ միանման էին մտածում, միանման էին դատում, իրանք նստում էին ժամերով ինչ-որ կինո նայել են, օրինակ քննարկում են կամ ինչ-որ, չգիտեմ, խաչբար են միասին լուծում, ամենաերևի գեղեցիկ օրինակն է, որ երբևէ տեսել եմ։ Ոչ ոք իմ մասին այդքան չէր անհանգստանում, մտածում, ոնց որ ինքը քույրերս էլ իհարկե մայրս կար, բայց Զառան մի ուրիշ ֆենոմեն էր։ Եվ իր այդ բարությունը մեզ լիցքավորում էր լավ օպտիմիստական հոգով։ Մի անգամ եկատում տեսնեմ այդ արդեն մի տարի է թթվածնի ապարատը միացրած, այդ շլանգները բազմոցի վրա ուրախությունից սենց հրվառում էր։ Ասում եմ Զար ջան, ինչ է եղել։ Ասում Արտաշ ջան, գիտես են ընկերուհիս Բարսենիկը երկու աղջկան ամուսնացրել էր, 2 տարի է աղջիկը երեխա չէր ունենում։ Հղիացել է ու տղա երեխա է, ոնց էր ուրախացել, ոնց էր երջանկացել։ Վերջին անգամ իր տանն էի ու էլի խոսեցինք, զրուցեցինք, ամփոփեցինք։ Ես գնացել էի իրեն տեսակցության, բայց ինքը անդադ իմ գործունեությունն էր ամփոփում, որևէ բան, որևէ հաղորդում, որևէ ելույթ ինքը բաց չէր թողնում ու հիշում եմ, երբ Էլենը իր դուստրը ասեց, որ գիտեք, իրականում դուք ձեր ձայնը ամեն օր մեր տանն է։ Ու այդ օրը ես շատ կարևոր բան եմ իրեն խոստացել, որ վստահ եմ դա պիտի կատարեմ ու ինքը անպայման հպարտանա։ Ասում է Զար ջան, ինչ կուզես, ինչ ուղարկեմ, սիրտդ ինչ կուզի, սենց առանց տեղվելու, ասենք, չգիտեմ, կարող է այ աստեղ, այսինչ խուրմայից, կամ այսինչ մալինան, հա, կամ չգիտեմ, այսինչ շոկոլադը, վերջի անգամ իր ուզած բան ուղարկեցի, մամայի հետ ուղարկեցի։ Ձայնային ուղարկեց, սենց այդ իր ձևերով, աստեղ ջան, կոնֆետները դեմ ուտում բալես։ Բայց այս ամբողջ պատմության մեջ կոնֆետները չէր կարևոր, գայր երեսը տեսնեի։ Զառան վախենում էր փետուրներից։ Մի անգամ, երբ շատ ուժգին բարկանում է երեխաների, Էլենի ու Գուրգենի վրա, ի պատասխան երեխաները նրա աշխատանքային սեղանն ամբողջովին պատում են փետուրներով։ Զառայի զայրույթն անմիջապես իրեն հատուկ բարությամբ փոխակերպվում է ամբռնազբոս ծիծաղի։ Նստեք։ Ահա։ Այս բմբուլը նավսած է։ Իսկ դա ինչ է նշանակում։ Ասում եմ, այս բմբուլը նավսած է։ Ես հիշում եմ, երբ որ մշակույթի վաստակավոր գործից ստացավ, դուրս եկանք բանի համալիրից Սարդարաբադի 5 մեծ մեքենա, 5 մեծ ավտոբուս բան էին բերել, արտիստներ, երգիչներ, երգչուհիներ, երբ որ դուրս եկանք, ժողովուրդը գալիս էր, բոլորին ինչ-որ ժողովուրդը ինչ-որ ձևով բան էր անում, կասեցնում էր, որպեսզի հետը շփվի, նկարվի, բայց 2 հոգու ժողովուրդը բաց չէր թողնում։ Մեկ Արթուր Աբրահամն էր, մեկ է Զառը։ Թուղթ չունեին, բան չունեին, խնդրում էին, որ թևի վրա ստորագրի, ես շատ գիտեմ ինչ անի, ես այդպես բան չէի տեսել, չէի պատկերացնում։ Ինքը շատ լավ ընկեր էր։ Ամեն ինչ ես գալիս իրան պատմում էի, մենք ժամերով նստում, խոսում էինք, իր ամեն խոսքը խորհուրդ էր, որը պետք էր քաղել։ Ամեն խոսքին հաջորդում էր հավատքը, որ ամեն ինչ թող Աստծո վրա, ամեն ինչ թող Աստծո ձեռքերում, ոնց ճիշտ է, տենց էլ կգնա, ուղղակի դու հավատա։ Մի հատ արտահայտություն կար ռուսերեն, հայերեն կասեմ, միշտ ասում էր, երբ Աստված ինձ հետ է, ինչ տարբերություն թե ով է իմ առջևում։
Ընտանեկան վերջին միասնական ընթրիքը խորհրդանշական էր Սուրբ Ծննդյան երեկոյին։ Բոլորին ուղղորդել էր աղոթքի ինչպես միշտ։ Կարծես վերջին օրհնությունն էր թողնում իր զավակներին ու սիրելի ամուսնուն։ Ընդամենը 10 օր անց կանգ առավ նրա բարի ու բոլորի համար բաց սիրտը։ Շտապօգնության մեքենան եկավ ու արդեն իրեն տանում էին։ Ինքը մի տեսակ գիտեք ինչ ձևի հայացք նետեց տան վրա ու ինձ վրա, որ էլ չեմ գալու։ Ես չէի մամ, ինչ ես խոսում, գալու ես, ամեն ինչ լավ կլինի, հերթական անգամն է, բայց ինքը մի տեսակ այդ զգում էր։ Դրանից հետո պահեր են լինում, երբ հույսը կորցնում էինք, պահեր են լինում, որ սենց հույսով լցվում էինք, որտեղ բժիշկներն ասում էին, հա ոնց որ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Ինքը մի երիկամ ուներ։ Ինքը հասկանում էր, եթե ինքը մի երիկամով է, եթե այդ վիրահատությունը որ անհնարին է, եթե անգամ բարեհաջող անցնի, ինքը կարող է դառնալ դիալիզի հիվանդ։ Ասում էր չեմ ուզում որ սիրտս բուժեն հիմա երիկամի համար տառապեմ։ Ցավոք, այսօր Զարայի անկեղծ ու ջերմ կերպարն ամփոփվում է սոսկ հիշողություններով, բայց նա ապրում է իր պատմություններում, խորհուրդներում ու խրատներում։ Նրա հոգու լույսը շարունակում է ջերմացնել շատերիս։ Արցունք ու ժպիտ, ցավ ու հիացմունք միախառնվում են, որովհետև այդպիսին էր նա, կենսախինդ, հավատով լեցուն ու լավատեսորեն կյանքի սիրահար։ Ես շատ վախենում եմ, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, հանկարծ չտեսնեմ թոռներիս։ Ինչ ջերմ ծնող էր ինքը, իր երեխաների հանդեպ ինչքան սեր, ջերմություն էր տածում, երբ աղջկան էր նշանադրել, գիտեք սիրտը պայթելով զանգել էր ինձ պատմում էր, որ աղջկան նշանադրել է, ես էլ այնքան ուրախացա, որովհետև շատ ուզում է, որ Զարան տեսներ իր թոռնիկին։ Եթե մի քանի տարի ապրեր, թոռներ կտեսներ, երեխաների հարսանիքը կտեսներ, աղջկաս արդեն նշանել ենք։ Մի անգամ ինձ խնդրեց, ասեց էլ այնտեղ մի հատ տուփ կամ մի հատ այդ տուփը բեր դասավորենք։ Վերեցի մեջը 7 աստվածաշունչներ էին։ Հերթով բոլորը բացեցինք, ասեց էլ որն ես ընտրում, 3 հատ ընտրիր քեզ համար, 3 հատ եղբորդ։ Ընտրեցի սկզբում չէի հասկացել ինչի համար, մտածեցի երևի ընկերներին բաժանել եւ այլն։ Եվ վերցրեց գրիչը ու սկսեց մակագրել հերթով, անուն, ազգանուն եւ ամեն մեկի մեջ յուրահատուկ տարբերվող նամակներ թողեց, կարծես արդեն գիտեր տղա է լինելու, աղջիկ է լինելու, իմ ու եղբորս ապագա բալիկները, ամեն մեկին հերթով նամակներ թողեց տատիկի կողմից։ Ես ասեցի մամ, ինչի համար ես գրում, կգա ժամանակը դու ինքդ կտաս, բայց ասեց չէ, կա ես թող ուղղակի սա այնտեղ դրված լինի, թեկուզ ես լինեմ ոչինչ ավելի լավ, բայց թող իրանց տատիկի կողմից ամենաառաջին նվերը ու ամենաիրականում թանկարժեք նվերը դա լինի։ Եվ հիմա դեռ պլաններում էլ չկան բալիկներ, բայց նվերները արդեն դրված սպասում են։ Տատիկի կողմից ջերմ խոսքերով գրված։ Իմ ամեն ինչում ինքը կա։ Իմ կյանքում չկա որևէ բան, որ առանց իրան լինի։ Ամեն ինչում։ Հանուն երեխաների պիտի մնամ, ինքը այդ թեման իմ հետ խոսել է, ասել է պիտի երեխաների համար մնաս, այն ինչ որ ես չեմ արել դու անես, այն որ միասին չենք կարողացել դու անես, փորձում եմ, չգիտեմ ինչքան ստացվում։ Զարա Արամյանն իր ջերմությամբ համակել է բոլորիս, ծանոթ ու անծանոթ։ Նրա վաղաժամ կորուստը մեծ ցավ ու կսկիծ է պատճառել թե հարազատներին, թե ընկերներին ու գործընկերներիս, թե նրա անթիվ երկրպագուներին։ Կյանքը երկար չէ, բայց այն կերտում է ամենքիս պատմությունը։ Զարան էլ կերտեց իր բաժին պատմությունը։ Կհանդիպենք։